8 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացման հարցը բացահայտ օրակարգում չէր։ Այսօր իշխանությունն արդեն հրապարակավ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, իսկ նա դատարանում է մեղադրյալի կարգավիճակով։ 2020 թվականի պատերազմից հետո կաթողիկոսը միացել էր ընդդիմության վարչապետի հրաժարականը պահանջող կոչերին։ 2022 թվականին Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի դեմ հարձակումից և Արցախի կորստից հետո 2024 թվականի գարնանը Բագրատ arczepiskopos Գալստանյանը գլխավորել էր ընդդիմադիր Տավուշը հանուն հայրենիքի շարժումը և նույնպես պահանջել էր վարչապետի հրաժարականը։ Կաթողիկոսին փոխելու հարցը ներառված էր իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում։ Մինչ այդ 2026 թվականի հունվարին վարչապետը հայտարարել էր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի ստեղծման մասին։ 2026 թվականի փետրվարի 14-ին գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ սահմանափակելով նրա ելքը երկրից։ Գարեգին II-ը և 6 հոգևորական մեղադրվում են կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականությունների կատարումը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու մեջ։ Օգոստոսի 7-ին այս գործով վաղաշաբաթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած առաջին դատական նիստն ընդհատվեց 20 րոպե անց, դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկի պատճառով։ Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել, պարզելու թե ինչպես են քաղաքացիները վերաբերում դատական գործընթացին և նրանց կարծիքով խնդիրը պետք է լուծվեր եկեղեցու ներսում, թե դատարանի միջամտությամբ։ Կաթողիկոսի դատավարությանն ինչպես եք վերաբերում։ Չեմ հետևում, բայց կարծում եմ Աստծո մարդու ոնց որ այս դեպքում ինչ կարծիք էլ որ լինենք, Աստծո օծալ մարդն է էլի, այսքանը։ Գտնում եմ, որ սխալ բաներ է կատարում այս երկրում։ Ինչպես է պետք կաթողիկոսի հարցը այս դեպքում լուծել դատական կարգով, ներքին պայմանավորվածությամբ։ Ներքին պայմանավորվածությամբ։ Վատ եմ վերաբերվում, համար անընդունելի է։ Կարծում եք պետք է հարցը ներքին կարգով լուծել դատական, թե Իմ կարծիքով ուրիշ կերպ ավելի լավ ձևով կարելի է լուծել, մի քիչ սխալ է այն ինչ հիմա տեղի ունենում։ Կաթողիկոսի դատավարությանը ինչպես եք վերաբերում։ Վատ։ Կարծում եք պետք է ներքին կարգով հարցը լուծել։ Կաթողիկոսի հետ կապված հարցերը պետք է լուծի հոգևոր համայնքը։ Կաթողիկոսի դատավարությանը ինչպես եք վերաբերում։ Ոյ, չգիտեմ ոնց է վերաբերվում, բայց հաստատ ոչ լավ։ Կարծում եք ներքին կարգով հնարավոր է հարցը լուծել կամ ճիշտ է։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, չունեմ համապատասխան գիտելիք, տեղեկացվածություն։ Ամեն դեպքում մենք երևի պետքա մի քիչ չմոռանանք, որ քրիստոնյա ազգ ենք։ Միգուցե հրապարակելն էր սխալ, չգիտեմ։ Հստակ դիրքորոշում չունեմ։ Ուզում եմ, որ ճշմարտությունը հաղթահարի, որովհետև ես էլ եմ կարծում, որ իրանք շատ սխալ բաներ են անում։ Իրենք ում նկատի ունեն։ Կաթողիկոսը եւ Սեփազանը։ Вообще տեղյակ չեմ։ Շատ վատ։ Շատ վատ։ Կարծում եմ կապ չկա առաքելական եկեղեցու եւ օրենսդրության միջև, այսինքն իրենք իրար հետ փոխադարձ կապված չեն եւ միմյանց հետ կապ չունեն, նույն սկզբունքով չպետք է դատվեն։ Այդ սխալն անում, մի որ տենց տուժում են այդ մարդկանց հետ։ Ամեն մարդկանց խի են տուժում։ Դա իմասես է։ Հնարավոր է հարցը լուծել ներքին կարգով, ոչ թե դատական։ Բա խիչ կարելի, հնարավոր է։ Ոչ մի ձև չեք վերաբերվում այս երկրի անօրեն ամեն ինչ։ Ինքը իր գործն անի, ինչ գործ ունի քաղաքականություն կամ եթե բիզնեսմեն չի։ Դե որպես երկրի հոգևոր ղեկավար ես գտնում եմ, որ կարելի էր ամեն ինչը ներքին կարգով անել ու աղմուկ չբարձրանալ ընդհանրապես։ Ինքը հրաժարական տա, ամեն ինչը հաշտ խաղա վերջանա։ Եթե ինքը հրաժարական չի տալի, նա օրենքի համար բոլորը պատասխան են օրենքի առաջ։ Պետք է օրենքով հարցերը լուծեն։ Վատ, հայտարարակ, եթե իմ կարծիքն եք ուզում ասեք, ով ուզում է լինի, նման բան չի կարելի անել։ Կարծում եք հնարավոր է հարցը ներքին պայմանավորվածությամբ, ոչ թե դատական կարգով լուծել։ Ամեն ինչը պետք է ներքին պայմանավորվածությամբ լուծել։ Ամենայն դեպս հանրային խայտառակությունից խուսափել պետք է։ Կաթողիկոսի։ Այո։ Մեր կաթ։ Նորմալ։ Պետք է հարցը դատական կարգով, թե ներքին կարգով լուծել։ Ներքին։
Հանրապես չի հետաքրքրում։ Հայոց պատմության մեջ մի երկու հատ դեպք է եղել, բայց ազգային ողբերգությունը կարելի է սրբության սրբի վրա ձեռք պարտադրել, չի կարելի։ Ամոթ է։ Չեմ ուզում պատասխանել, հաջողություն ձգ։ Նա իրավունք չունի կաթողիկոսին ինչ որ բան անելու։ Կաթողիկոսը իր ենթակայության տակքի։ Նա հասարակ մեր նման ոչ հասարակ մարդա, ոչ պաշտոնյա է։ Նա Երուսաղեմի ենթակա մարդա, որը ունի իր ղեկավարությունը, իր եպարխիան։ Նա իրավունքներ չունի այդ ղեկավար կոչվածը ինչ որ հարցեր լուծելու։ Ամեն ինչ պետք է օրենքով լինի, Աստծո մոտ էլ է օրենքով ամեն ինչ։ Եվ Աստված դատում է, նույնիսկ իր դատնել է օրենք։ Եվ մենք պատասխան ենք տալիս, չէ՞, մեր գործած բոլոր մեղքերի համար։ Նույնիսկ քահանաները պետք է պատասխան տան։ Այստեղ կլինի, թե այնտեղ կլինի, թե ով կորոշի, օրերից մի օր բոլորը պետք է պատասխան տան։ Այ ոչ մի ձևի չեն վերաբերվում, ոչ մի բան էլ բան նման չի ստացվում։ Շատ բան են անում, որ դատում են։ Իրանց թող դատեն, ղեկավարը թող դատվի։ Ինչպես եք վերաբերվում։ Դե վերաբերում եմ, որ արդեն պետություն ունենք, պետությանը դեմ առաջ բոլորն է պատասխանատու են իրենց արարքների համար։ Թե կաթողիկոսը կլինի, թե հասարակ բանվոր։ Այդ գործում չկա։ Ես կաթողիկոսին եւ հարվում եմ, եւ ես քրիստոնյա եմ, միշտ պաշտպանեմ լինելու մեր հայ ազգի քրիստոնեական եկեղեցին։ Անարդար։ Պետք էր հարցը ներքին կարգով լուծել, թե Իհարկե ներքին։ Միայն ներքին, միանշանակ։ Ես չեմ հետաքրքրում դրան։ Բայց մեր կաթողիկոսն է, մեր դատարանն է, չեք հետաքրքրվում։ Ըստ ինձ ճիշտ չէ այդ ամենը։ Սենց բան չի եղել, որ հիմա է լինում, չեմ պատկերացնում ես ամենը ոնց է լինելու։ Այդքան։ Կարծում եք ճիշտ էր ներքին կարգով, թե դատական կարգով լուծել հարցը։ Ճիշտ էր ներքին կարգով, որ այսպես ամբողջ աշխարհով չանեին ինչ-որ բաներ, չգիտեմ։ Այս մեր ազգի անունն է, որը շատ սխալ բան են անում։ Կաթողիկոսի դատավարությանը ինչպես եք վերաբերում։ Անտարբեր եմ դրա այդ հարցին։ Շատ վատ։ Կարծում եք ներքին կարգով էր պետք հարցը լուծել, ինչպես էր պետք լուծել։ Դե շատ գիտեմ։ Մեր հարց չպետք է լիներ, որ լուծվի։ Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չեմ զբաղվում։ Կներեք, չեմ կարող պատասխանել։ Դե չէ։ Եկեղեցին մնում է եկեղեցի։ ինչպես եք վերաբերում կաթողիկոսի դատավարությանը։ Ես ճիշտն ասած մանրամասներին տեղյակ չեմ։ Ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում հիմա դատական հայց կա ներկայացված։ Դուք կողմ եք դատական թե ներքին կարգով հարցը լուծվեր։ Ես կողմ եմ նրան, որ ամեն ինչ կարգավորվի արդարության սկզբունքների հիման վրա։ Սովորական, ոնց ղեկավարությունը անում է։ Դատում են։ Այս երկրում ամեն ինչ սպասելի է, չգիտեմ։